B-ի երեխեքով որոշել եք գա Գառնի էքսկուրսիայի, որ տաճարը տեսնեք ու քարերի սիմֆոնիան, բայց հետո չգիտեք ինչ անեք, որ էքսկուրսիան ավելի հետաքրքիր անցնի, խնդրեմ, գալիս եք մեր էս առանձնատուն, մի հատ տեսեք բացօթյա մեր էս լողավազանը ընտիր, եկեք մնացածն էլ ցույց տամ։ Այդ էքսկուրսիաների ժամանակ միշտ լինում է մեկի papan, ով անպայման գալիս է, իրան կբերեք, թող այս մանգալի շուրջ ձեր համար խորոված պատրաստի։ Մեր 25-ից 30 անձի համար նախատեսված տաղավարն է, ու քանի դեռ խորովածը պատրաստ չի, ծնողներն նստելու են այստեղ ձեր համար բուտերբրոդներ սարքեն, որ սոված չմնաք։ Այ էս դասղեկի տեղն է, հանկարծ ոչ մեկը չզբաղեցնեք։ Այստեղ էլ փոքրիկ զրուցարան ունենք, որտեղ հավաքվելու են 4 ընկերուհիները դասարանի ու բոլորից քննարկեն։ Դրսում բաթուտել ունենք, բայց ես մի քիչ տեսած կպայեք 40 հոգով չթռնեք սրա վրայով։ Այստեղ ունենք նաև խոհանոց, որտեղ գալու է ծնող կոմիտեի նախագահը ու դասղեկի համար համեղ սուրճ պատրաստի։ Դասարանի տղաներն էլ հենց հոգնեն դրսի ղժղժոցից, կգան այստեղ իրենց համար կնստեն, կհանգստանան, համ էլ սեղանի խաղեր կխաղան։ Այստեղ ունենք 2 ննջասենյակ, մինչև 6 անձի գիշերակաց։ Նեղ կանեք, տեղ կանեք, մի ձև կտեղավորվեք շուստրիներով, մնացածը թող գնան տուն։ Այս վիդեոն ուղարկում եք դասարանի չաթ, գրում եք Amaranus.am-ին ու գալիս եք էքսկուրսիայի։